Եվ այսպես, հարգելի քաղաքացիներ, իսկ դուք պատրաստ եք հանուն Նիկոլ Փաշինյանի մնալ առանց հոսանքի։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջին շրջանում հատկապես նախընտրական փուլին մոտենալուց մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քայլերը շատ դեպքերում վկայում են այն մասին, որ մենք ոչ թե կառավարում ենք անվտանգային ռիսկերը Հայաստանի շուրջ եղած, այլ ավելացնում ենք վտանգները Հայաստանի Հանրապետության համար, եւ խոսքը այս պարագայում վերաբերվում է էներգետիկ ոլորտին, խոսքը վերաբերվում է նրան, թե ինչ իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը եւ արդյոք մենք կարող ենք վերադառնալ լուսավոր 90-ականներ, երբ որ հոսանքի, ջրի եւ այլի հետ կապված մենք խնդիրներ ենք ունեցել։ Եկեք հիմա փորձենք կետ առ կետ վերլուծել ստեղծված իրավիճակը եւ սկսենք Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից։ Ի թիվս այլնի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաեւ իշխանությունների կողմից չարչարկված այս թեմային, որը վերաբերում է Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգի միավորմանը։ Հիշեցնենք, որ սրանից շաբաթներ առաջ Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ասում է նաեւ, որ Եվրոմիությունը պատրաստ է 500 միլիոն եվրո հատկացնել այնպիսի ծրագրերի վրա, որոնք կհանգեցնեն ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի էներգետիկ համակարգի միավորմանը, այլ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգի միավորմանը, ինչը ասում Ադրբեջանի հետ էներգետիկ համակարգի միավորման մասին նախագահ Քոչարյանը ասում է հետեւյալը, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն էլեկտրոէներգիայի ավելցուկ, եւ այստեղ տրամաբանական հարց է առաջանում, ինչու է խոսք գնում միմյանցից էլեկտրոէներգիա գնելու, կրկին ասենք, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն էլեկտրոէներգիայի ավելցուկ, եւ այստեղ շատ դեպքերում վերլուծելով իշխանությունների գործողությունները պետք է ոչ թե անմեղության, այլ հենց մեղավորության կանխավարկածով առաջ շարժվենք եւ փորձենք հասկանանք ինչու է իրենց անհրաժեշտ միավորել Հայաստանի եւ Ադրբեջանի էներգո համակարգերը։ Հարգելի հեռուստադիտողներ, պատկերացնենք մի իրավիճակ, երբ որ աշխարհաքաղաքական շահերը դոմինանտային են դառնում, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում դա շատ հեշտ է պատկերացնել, եւ մենք գալիս ենք մի իրավիճակի, երբ որ Մեծամորի ատոմակայանը փակվում է։ Եթե Մեծամորի ատոմակայանը փակվում է, Հայաստանը էլեկտրոէներգիայի ոչ թե ավելցուկ, այլ պակասորդ է ունենում։ Ինչպես կարելի է դա կոմպենսացնել, դա կարելի է կոմպենսացնել Ադրբեջանից էլեկտրոէներգիա գնելով։ Ինչու ենք մենք ասում, որ հնարավոր է Մեծամորի ատոմակայանը փակվի։ Մոտ օրերս Հայաստանի Հանրապետությունն է այցելելու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը։ Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր գրառումներից մեկում անդրադարձել էր Vance-ի այցին, նախ Դավոսից հետո մենք իմացանք, որ Vance-ը այցելելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետություն, այլ նաև Ադրբեջան, մենք նաև իմացանք, որ ի թիվս այլնի խաղաղ ատոմի վերաբերյալ հարցեր ունեն լուծելու Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այլ կերպ ասած, հնարավոր է J.D. Vance-ի արդյունքում կողմերը գան պայմանավորվածության, որ Հայաստանում կառուցվելու է ամերիկյան մոդուլային ատոմակայան։ Բացի նրանից, որ մոդուլային ատոմակայանը իր հզորությամբ չի կարող փոխարինել Մեծամորի ատոմակայանին, վերջերս նաև եղավ տեղեկություն, որ ամերիկացիները բավականին մեծ ներդրում են անելու եւ Հայաստանում դատա կենտրոն է ստեղծվելու, այդ դատա կենտրոնին անհրաժեշտ է էլեկտրոէներգիա եւ մոդուլային ատոմակայանը ամերիկյան կարող է դառնալ հենց այդ էլեկտրոէներգիայի մատակարարման աղբյուրը, բայց թե ինչ է լինելու հայկական էներգոհամակարգի հետ, այս հարցը մնում է բաց, սրա վերաբերյալ իշխանությունները գնահատական չեն տալիս։ Դրա համար է, որ մենք կարող ենք առնվազն կարծիք ունենալ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող են պակասող էլեկտրոէներգիան գնել Ադրբեջանից, գնել Թուրքիայից։ Եվ մենք որպեսզի հասկանանք, թե արդյոք ընդհանրապես աշխարհում այս տեսակ օրինակներ կան, որ քաղաքական իշխանությունները ելնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններից կարող են ընտրություն կատարել դեպի նվազ վստահելի էլեկտրոէներգիայի եւ այլ էներգետիկ համակարգերի աղբյուրներ։ Շատ պարզ օրինակ Մոլդովան։ Այնինչ վերջին օրերին տեղի ունեցավ Մոլդովայում, ավելի կոնկրետ հունվարի 31-ին, երբ որ Մոլդովայում փաստացի blackout էր, գրեթե ամբողջ երկիրը կամ դրա զգալի հատվածը առնվազն առանց հոսանք էր մնացել մի քանի ժամ շարունակ եւ դա ձմռան օրերին։ Ինչով էր դա պայմանավորված։ 2022 թվականին ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Մոլդովայի իշխանությունները ելնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններից որոշեցին ոչ միայն հրաժարվել ռուսական գազից, այլ նաև որոշեցին հրաժարվել Մերձ Դնեստրի կողմից եկող էլեկտրոէներգիայից։
Ու այստեղ նշենք հետևյալը, տեսեք, ուրեմն մերձ Դնեստրից էլեկտրաէներգիան երբ որ գալիս էր 1 մեգավատ ժամ էլեկտրաէներգիան արժեր 60-ից 70 դոլար կախված տարվա սեզոնից։ Երբ որ էլեկտրաէներգիան իրենք սկսեցին գնել Ռումինիայից կամ Ուկրաինայից 1 մեգավատ էլեկտրաէներգիան արժե 200-ից 300 դոլար։ Այսինքն տեսեք, մի քանի անգամ ավելի թանկ է Ռումինիայից կամ Ուկրաինայից եկող էլեկտրաէներգիան։ Շատ ժամանակ խոսում էր այն մասին, որ Եվրոմիությունը պատրաստ է եւ սուբսիդավորում է այդ գնի տարբերությունը, բայց վերջնարդյունքը եղավ հետեւյալ, որ հունվարի 1-ից Եվրոմիությունը դադարել է սուբսիդավորել Մոլդովայի քաղաքացիների համար Ռումինիայից կամ Ուկրաինայից գնվող հոսանքի գինը եւ հիմա Մոլդովայի քաղաքացիները չլինելով Եվրոմիության անդամ հոսանքի համար վճարելու են այնքան, ինչքան վճարում են Ռումինիայի քաղաքացիները որպես Եվրոմիության անդամ։ Բայց կա եւս մի կարևոր նրբերանգ Ուկրաինայից եկող հոսանքի հետ, երբ որ առաջացան խնդիրներ, իսկ մենք գիտենք, թե Ուկրաինայի անվտանգային համակարգը ինչ իրավիճակում է ռուսական հարվածների արդյունքում։ Հիմա այդ պատճառով Մոլդովայի զգալի հատվածը մնացել էր առանց հոսանք։ Դրա համար է, որ մենք այստեղ ասում ենք, որ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները իրենք փաստացի դոմինանտային դեր խաղացին եւ Մոլդովայի իշխանությունները գերադասեցին ռուսական գազին, գերադասեցին մերձ Դնեստրից եկող էժան եւ որակյալ էլեկտրաէներգիան փոխարինել Ռումինիայից եւ Ուկրաինայից եկող էլեկտրաէներգիա, ու այստեղ տրամաբանական հարց է առաջանում, հարգելի քաղաքացիներ, ինչու դուք կարծում եք, որ եթե Մոլդովան, որը եւս Նիկոլ Փաշինյանի Հայաստանի պես գոնե հրապարակայնորեն հռչակել է, որ ինքը գնում է դեպի Եվրոմիություն, չի կարող նույն իրավիճակում հայտնվել, այսինքն մենք ելնելով աշխարհաքաղաքական առաջնահերթություններից կհրաժարվենք ռուսական գազից, կհրաժարվենք ռուսական էլեկտրաէներգիայից, ինչի արդյունքում մենք ստիպված ենք լինելու Ադրբեջանից եւ Թուրքիայից էլեկտրաէներգիա գնել։ Ընդհանրապես ես ուզում եմ նաեւ հետեւյալի մասին խոսել, տեսեք, սա Նիկոլ Փաշինյանն է, Մայա Սանդուն է։ Ես այն սերունդն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում, որը մութ ու ցուրտ տարիների ժամանակ երեխա էր։ Ես հիշում եմ երեկոները, գիշերները, երբ որ տանը լույս չկար, երբ որ մարդիկ մի կերպ էին տաքանում, մեր ատոմակայինը այն ժամանակ եւս չէր աշխատում։ Ճիշտ է, այն ժամանակ գոնե կարող էին բացատրել նրանով, որ եղել է պատերազմ կամ այլ առաջնահերթություններ կան, բայց իրականությունը կայանում է հետևյալում։ Հենց մենք կարողացանք վերականգնել ատոմակայանի աշխատանքը, մենք ստացանք էներգետիկ ինքնիշխանություն։ Էներգետիկ ինքնիշխանություն, եթե դու չունես, դու որպես պետություն ինքնիշխան չես կարող լինես։ Հիմա ինչ են անում իշխանությունները վերադառնալով այստեղ նաև նախագահ Քոչարյանի ասուլիսին, եթե մեր վարկածը ճիշտ է եւ իրենք պատրաստում են Ադրբեջանի հետ էներգո համակարգերը միավորել, դա հանգեցնել է նրան, որ Մեծամորի ատոմակայանը կարող է փակվել։ Եթե Մեծամորի ատոմակայանը փակվում է, էլեկտրաէներգիայի պակասորթը մենք լրացնում ենք Թուրքիայից եւ Ադրբեջանից, կարող է գալ մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանում որոշեն, որ մեզ այդքան էլ շատ չի հոսանք պետք եւ որոշեն անջատեն լույսը։ Ինչ եք կարծում, եթե Ադրբեջանը ձգտում է արևմտյան Ադրբեջան ձևավորել, իրենք չեն կարող մի օր ասել, որ եթե դուք ուզում եք էլեկտրաէներգիա ստանալ, հայերը պետք է հանդուրժեն այն, որ ադրբեջանցիները պետք է տեղափոխվեն Հայաստան։ Դրա համար ենք ասում, աշխարհաքաղաքական առաջնահերթությունները շատ դեպքերում տրամաբանությունը եւ տնտեսական առաջնահերթություններից կարող են առաջանցիկ դերերում լինել։ Ու այստեղ շատ կարեւոր է այն, թե ինչ որոշում կկայացնի մոտ ապագայում սուբյեկտը, որը Հայաստանում իշխանությունն է ձևավորում։ Խոսքը վերաբերվում է ժողովրդին, ժողովուրդը ինքը պետք է որոշի, ինքը ուզում է հոսանք ունենալ տաք տներում ապրել, թե ինքը ուզում է վերադառնալ լուսավոր 90-ականներ եւ լինել միայն մոմի լույսի տակ։ Մտածեք այդ մասին։